Այսօր ինձ է հանձնարարված աղոթքի խոսքը։ Ես մտածում եմ, որ հենց աղոթքի մասին խոսելը մեր ժամանակներում շատ կարևոր է, քանի որ առաջ Պետրոս 4:7-ում գրված է. մոտեցել է ամեն ինչի վերջը, ուրեմն խոհեմ մնացեք եւ արթուն եղեք աղոթների համար։ Երբ որ այս խոսքը գրվում էր ու արդեն մոտեցել էր վերջը, մոտավորապես 2000 տարի է անցել ու չեմ մտածում էլի, որ վերջը ավելի է հեռացել, ավելի է մոտիկ վերջը ու շատ կարևոր է էլի ես աղոթքի մասին խորհել։ Կարևոր է, որ այս աղոթք թեման շատ լավ սերտենք, քանի որ աղոթքը մարդ Աստված այդ հարաբերության մեթոդներից մեկն է։ Աղոթքի միջոցով մարդը շփվում է Աստծո հետ ու կարևոր է հասկանալ, թե ինչպես շփվել, որն է ճիշտ շփման ձևերը։ Այսօր հիմնականում խոսելու եմ անդադար աղոթելու մասին։ Կարդամ Մատթեոս 26:41-ը, որում գրված է. Արթուն կացեք ու աղոթեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք։ Հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Այս խոսքը շատ լավ պատասխան է Աստվածաշունչում գրված մի ուրիշ տեղի, առաջ Թեսաղոնիկեցիս 5:17-ի անդադար աղոթեք։ Այս խոսքը շատ ժամանակ որ մարդիկ կարդում են, մանավանդ նորապաշխարած մարդիկ, մտածում են թե լավ, աղոթում ենք, բայց ինչի անդադար էլի։ Այս հարցի պատասխանը հենց գրված է Մատթեոսում ու հեշտ ձևով կարանք արթուն կացեքը փոխենք անդադար աղոթելով։ Քանի որ մարդը երբ որ արթուն է, ինքը ինչ որ բանով զբաղվում է, գործում է, քնած ժամանակ ոչ մի բանով չի զբաղվում։ Նույնը այս տեսանկյունից, աղոթքի տեսանկյունից նայելով, հոգևոր մարդը եթե արթուն է, ինքը պիտի հավատարիմ մնա աղոթքի մեջ, եթե քնած է, եթե քնում է, իր աղոթքը դադարում է, էլի։ Ու շատ ժամանակ, երբ որ մարդիկ նորապաշխարողները գալիս են եկեղեցի, մտածում են, ասում են, լավ, եկանք, հավատում ենք, որ պիտի, երբ որ դառնում ենք հավատացյալ, պիտի գիրք կարդանք, աղոթենք, ու մեզ փորձություն չի պատահի, բայց շատ ժամանակ սխալվում են ու հենց որ մի հատ փորձություն է գալիս, գայթակղության մեջ են ընկնում ու հեռանում են եկեղեցուց, միևնույն ժամանակ չմտածելով էլի երկար ամեն ինչի մասին, բայց իրականում հոգևոր մարդու կյանքում գալու են փորձություններ, բայց այս դեպքը գրված է նրա համար, երբ որ փորձությունները կգան Աստծո գիտակցությամբ։ Այսինքն փորձությունները կգան Աստծո մեջ մեր հավատարմությունը, մեր համբերությունը, մեր սերը փորձելու համար։ Փորձություններ կգան, որոնց հաղթահարելու համար մենք պիտի ինչ-որ բան զոհաբերենք։ Պիտի զոհաբերենք մեր բնավորության վատգիծը, պիտի զոհաբերենք մեր լավ ընտրության հնարավորությունը։ Ու շատ մարդիկ շատ սխալ են էլի մտածում, որ ամեն ինչից առաջ երկար չեն մտածում ու հենց փորձությունը գալիս է գայթակղում են։ Mən տեսանյութ եմ տեսել վերջերս համացանցում, որը համընկնում էր այս թեմայի հետ, որոշեցի պատմեմ։ Տեսնում էի, որ մեկը ծնկած աղոթք է անում, իր գլխավերևում գրվում էր օրերը, քանակը, էլի որերորդ օրն է, առաջի օր, երկրորդ օր, ու աղոթում էր մի խնդրի լուծման համար։ Ցույց էր տվում, էլի առաջի օր, երկրորդ օր, այտենց գնում է օրը, հիմա չեմ հիշում օրի քանակը, ու հաջորդ կադրում ցույց են տալիս, որ հրեշտակը պարզ դեմքով գալիս է, որպեսզի պատասխանը հայտնի, երբ որ գալիս է մոտենա, որ ձեռքը դնի ուսին պատտեսնելու, պատասխանը հայտնելու, այդ մարդը թողնում հեռանում է, էլի, որովհետև հիասթափվում է, այդքան աղոթում էր, այդքան օր ու իր պատասխանը չեկա, հրեշտակներն միևնույն ժամանակ պատտվում, առանց պատասխանը հայտնելու գնում է։ Շատ ժամանակ մեր կյանքում էլ այս իրավիճակը գալիս, երբ որ սկսում ենք աղոթել ինչ-որ բանի համար, միևնույն ժամանակ հավատալով, որ աղոթքը կարող է ամեն բան փոխի, աղոթում ենք մի օր, երկու օր, մի շաբաթ, ու տենց շարունակ տեսնում ենք, որ պատասխանը չկա, պատասխանի ինչ-որ դրական արտահայտության նշույլ ինչ-որ չկա, էլի, ու շատ շուտ հիասթափվում ենք, միևնույն ժամանակ հնարավոր է, որ պատասխանը լինի շատ մեզ մոտ, էլի, ու այս անդադար աղոթքը մեզ կօգնի ամեն պատասխանին հասնելու։ Հնարավոր է նաև դեպքեր, երբ որ պատասխանը չկա մեր հարցերի, օրինակ ես իմ օրինակը բերեմ, ես երբ որ աղոթում եմ ինչ-որ մի խնդիր կար, այս դեպքից հետո իմ աղոթքի կյանքը լրիվությամբ փոխվեց, սկսեցի ավելի ուրիշ ձև աղոթել, այդ խնդրի համար աղոթում էի ու ասում էի, հավատում էի, որ աղոթքը կարող ամեն բան լուծի, ասում էի Տեր ջան, քո ձեռքերում հանձնում ամեն բան, միևնույն ժամանակ ստեղ կար մի հատ բայց, ես Տիրոջն առաջարկում էի իմ լուծման ձևը այդ հարցի, որ ինչ լավ կլինի, էլի այս հարցը սենց լուծում ունենա, բայց չհասկանալով, որ այդ Տիրոջ կամքը չի։
Երբ որ հասկացա, արդեն իմ աղոթքի ձևը փոխվեց, ես սկսեցի անդադար աղոթել ու սկսեցի ամեն բան հանձնել Տիրոջը։ Ուզում ասեմ, եթե դու անդադար աղոթում ես ու քո պատասխանը չի գալիս, այս հարցը կարևոր է տալ, ինչու չի գալիս պատասխանը։ Ինչու հարցը սկսում ես ինչու հարցը տալուց հետո դու սկսում ես քեզ քննել։ Եթե հնարավոր է դու ես սխալ աղոթում, հնարավոր է սխալ բան ես ուզում, որը Աստծո կամքով չի։ Ու անդադար աղոթքը մեկը իր դրական հետևանքները երևալու է, ինչքան էլ պատասխանը չգա։ Ես կխոսեմ 3 դրական հետևանքների մասին, որ անդադար աղոթելուց գալիս է, թեկուզ ինչ-որ հարցի պատասխան չի տրվում, էլի։ Անդադար աղոթքի առաջի դրական հետևանքը նա, երբ որ մենք ձեռք ենք բերում, մենք սկսում ենք ճանաչել Աստծուն։ Այդ ճանաչողությունն ենք ձեռք բերում։ Շատերս տեսած կլինենք օրինակ 2 ընկերների, որոնք իրար հետ շփվում են, իրար հետ ժամանակ են անցկացնում ու արդեն սկսում են մեկը մյուսի սիրած բաները, սիրած ուտելիքները, թե ինչով է զբաղվում այդ մեկը, ինչ է իրան դուր գալիս, ինչ չէ, սկսում են հասկանալ։ Երբ որ գնում ես իրանցից մեկի մոտ, ասում ես օրինակ իրան այս ինչ բան եմ ուզում նվիրեմ ծնունդին, ինքը կարա շատ լավ խորհուրդ քեզ տա, ասի, հա, գիտես ինչ, էսի որ նվիրես շատ լավ կլինի, կամ ասի, չէ, այս մի բանը որ նվիրես ավելի լավ կլինի, այսինքն ինքը կարա դառնա լավ խորհրդատու քեզ համար, բայց եթե գնաս իրանից մեկ ուրիշից հարցնես ու մեծ շփում չի ունեցել, ինքը չի կարող ուղղակի այդ հարցին պատասխանել, էլի, կմատնանշեն մեկին, ով իր հետ շատ է շփվում։ Այս շատ կարևոր է, որ մեր կյանքում լինի, նաև հոգևոր կյանքում։ Երբ որ մենք հաղորդակցում ենք Աստծո հետ, արդեն հասկանում ենք Տերը ինչ է ուզում մեզանից։ Տիրոջ կամքը որն է, որ քայլն է, էլի, իր համար հաճելի, որը չէ։ Ինչն է ինքը մեր մեջ տեսնելով ուրախանում։ Ու այս անդադար աղոթելով մենք կարող մտնենք ծառայության մեջ։ Եկեղեցում ամենակարևոր ծառայություններից մեկը դա խորհուրդ տալու ծառայությունն է։ Ու երբ որ դու կարաս օգնես քո ընկերներին, ովքեր ունեն խորհրդի կարիք, մարդիկ տեսնելով որ դու անդադար աղոթելու մեջ ես, հաստատ կմոտենան ու քեզանից խորհուրդ կհարցնեն, որովհետև դու արդեն հարաբերության մեջ ես Աստծո հետ։ Վերևից խոսք կարող է ունենաս, դու կհասկանաս էլի արդեն որն է ճիշտ Աստծո համար ու ճիշտ խորհուրդ կտաս հոգևոր մարդու նման, էլի։ Ու երկրորդ դրական հետևանքը նա, որ դու սկսում ես ապրել հոգևոր աճ։ Այդ հոգևոր աճը առաջանում է այն ժամանակ, երբ որ դու անդադար աղոթում ես ու քո պատասխանը չի գալիս, դու սկսում ես տալ այդ ինչու հարցը, շատ կարևոր հարցը։ Սկսում ես քեզ քննել, հնարավոր է իմ մեջ է խնդիրը։ Ու այս անդադար աղոթքը մեր մեջ շատացնում է մեր համբերությունը։ Համբերություն ամեն հարցում, համբերություն պատասխանը սպասելու։ Ու երբ որ Աստծո խոսքն էլ կարդում ենք, այդ մեր մեջ ունեցած համբերությունը մեզ առավելություն է տալիս, մենք սկսում ենք ավելի խորը մտածել այդ խոսքի շուրջ, հասկանալ, ժամանակ ենք տրամադրում, որպեսզի ինչ-որ խոսք բացվի մեր մեջ այդ համբերության միջոցով։ Եվ երրորդ ամենակարևորներից մեկը դա վստահությունն է, որը առաջանում է Աստծո նկատմամբ։ Մեր մեջ առաջանում վստահությունը, երբ որ մենք շփվում ենք, այդ նույն ընկերների օրինակը, երբ որ մեկը մյուսի հետ շփվում է, վստահություն է ձեռք բերում։ Հնարավոր է զանգի ասի, ես ինչ տեղից ինչ-որ բան է պետք բերել էստեղ ու ինքը վստահ լինի, որ դրանից ոչ մի բան չի պակասի, ինչ-որ բան չի փոխվի ու վստահ լինի այդ ընկերոջ վրա։ Մենք էլ մեր վստահությունը դնենք Աստծո վրա, մենք էլ վստահ ենք Աստծուն։ Ամեն, ամեն։ Որովհետև գիտենք, որ իր կամքը բարին է, հաճելին է ու կատարյալն է։ Ու ինքը ամեն բան կանի մեզ համար, որպեսզի լավ լինի։ Էլի համացանցում մի հատ հետաքրքիր խոսքեր լսեցի ու որոշեցի ստեղ էլ կարդամ։ Խոսքերը հետևյալն էին. Եթե Դանիելը կարողացավ վստահել Աստծուն լինելով առյուծների մեջ, Դավիթը վստահեց Աստծուն հսկա գողակի առջև, Հովնանը վստահեց Աստծուն լինելով հսկա կետի փորի մեջ, Սեդրակ, Միսակ, Աբեդնագոը կարողացան վստահել Աստծուն կրակի հնոցում, ուրեմն դու նույնպես կարող ես վստահել Աստծուն քո բոլոր խնդիրների մեջ։ Ամեն։ Իսկ այդ վստահությունը մենք նոր հասկացանք, որ կարող ենք ձեռք բերել աղոթքի միջոցով։ Այստեղ նշված մարդիկ շատ լավ աղոթքի մարդիկ էին։ Մանավանդ Դանիելը, որին հենց աղոթելու համար էին առյուծները գուբի մեջ գցել, որովհետև ինքը օրը 3 անգամ աղոթում էր։ Ու հասկանում ենք, որ անդադար աղոթելը թեկուզ ինչ-որ պատասխան չկտա, բայց մեր անձերում, մեր հոգիներում շատ մեծ դրական փոփոխություն կարող է բերել։ Այսքանն էի պատրաստել այսօրվա համար։ Աղոթով ունենք մեր ընտանիքների համար, աղոթով ունենք անդադար մեր եկեղեցիների համար, մեր երկրի համար, որովհետև անպայման ամեն բան կփոխվի։